Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելուց 3 օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսեց մեղադրել հայկական կողմին հրադադարը խախտելու համար։ Հայաստանը հերքեց Ադրբեջանին ապատեղեկատվություն որակելով Բաքվի հաղորդագրությունները։ Այս պայմաններում երևանցիները զրո վստահություն ունեն, որ Ադրբեջանի ուզածն իսկապես խաղաղությունն է։ Չպետք է Ադրբեջանին հավատալ։ Ալիևը տեսար ինչ արեց։ Այսքան երեխեքի գլուխ կերան, այդ վիճակի մեջ գցեցին։ Բամեխը չի մեր ժողովուրդը։ Այ վարաջան, թուրքը մնում է թուրքի խաղաղության մասին խոսքը։ Եղուն գունես, գլուխդ քորի, վсё։ Երևանցիներից շատերն էլ չեն հավատում, թե Փաշինյանը ի վիճակի է Հայաստանը դարձնել խաղաղության խաչմերուկ։ Ես ոչ մի կարծիքի էլ չեմ, ես վարշապետին տանել չեմ կարող։ Վարշապետը ինչ ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես այդ մարդը չեմ։ Իրար հասկացանք, ես հայ եմ, հայեցի եմ, իմ դաստիարակությունն այդպիսին է։ Իլհամ Ալիևի խոսքերը հիմնավորելու համար են ադրբեջանցիները լուրեր տարածում, թե հայերը իբր կրակում են, կարծում է խորհրդարանի խոսնակը։ Ալեն Սիմոնյանը նկատի ունի Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե հայկական կողմի նկատմամբ զրո վստահություն ունի։ Կրկնում եմ Ալիևի այդ զրո վստահության եւ այլը դրան միտված, որ ի ապացույց դրան հանրության մեջ Ալիևի իրանց հանրության մեջ Ալիևի խոսքերը ավելի բնդացնելու եւ ցուցադրելու, որ նախագահն ասում է, ուրեմն մի բան կա, որ ասում է։ Ընդդիմությունը վստահ է Ալիևի այս կամ այն հայտարարությունը հիմնավորելու խնդիր չունեն ադրբեջանցիները, քանի որ ակնհայտ է այդ երկիրը հակված չէ ստորագրել արդեն համաձայնեցված պայմանագիրը։ Որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնի, խափի, թմրեցնի, ասի, որ վերջ, ամեն ինչ վերջացել է, կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են ջենտլմենական համաձայնության, փոխադարձ տարածքների նկատմամբ որևէ հավակնություններ չունեն, ճանապարհների ապաշրջափակումը տեղի ունենալու ինքնիշխանության պահպանությամբ, այդ ամեն ինչը սուտ է։ Բոլոր 17-ը երկկողմանի է։ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է իրենց բանակցած փաստաթղթի բոլոր կետերը երկկողմանի են եւ դրանք պետք է կատարի ինչպես Երևանը, այնպես էլ Բաքուն։ Այդ դեպքում ինչու իշխանությունը չի հրապարակում համաձայնեցված փաստաթղթի բովանդակությունը։ Խորհրդարանի խոսնակի խոսքով, եթե հրապարակեն, դա հայկական կողմին ուղղված նոր մեղադրանքների առիթ կտա Ադրբեջանին։ Մենք գործ ունենք մի կողմի հետ, որին հաջորդական լեզվով ասած ամեն տեղ պատճառապետք որևիցե բան հայտարարելու եւ ինչ որ ձևով խնդիրներ ստեղծելու։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով, եթե այդքան հաջողված լիներ այդ փաստաթուղթը, հենց գոնե քարոզչության համար իշխանությունը այն կհանրայնացներ։ Ընդդիմությունը շարունակում է պնդել, խաղաղության պայմանագիրը գծվել է Ադրբեջանի պահանջներով։ Միջազգային հայցերը հետ քաշելու, հայ-ադրբեջանական սահմանից երրորդ երկրների ներկայացուցիչներին հեռացնելու Բաքվի պահանջներին կես տարի դիմադրում էր Հայաստանի իշխանությունը։ Վերջի երկու կետերը, որ մի քանի ամիս ձգվում էին, Հայաստանը համաձայնվեց հանկարծ։ Այսինքն եթե այդքան լավ բաներ Ադրբեջանը առաջարկում, բան չի երկարաձգում, թե վազելով միանգամից համաձայնվեին, էլի։ Խաչատրյանը նկատում է բանակցություններում միջնորդ է պետք, որպեսզի հնարավոր լինի կանխել Ալիևի բացված ախորժակը։ Բայց Ալիևը արգելել է, թույլ չի տալի միջնորդների, դե Փաշինյանն էլ չեն կարող Ադրբեջանի խոսքը հրամաններին, հրահանգներին չի ենթարկվել։ Այս տրամաբանությունն այն է, որ պետք է ճիշտ այն էր, որ լինեին միջնորդներ։ Հավանաբար հիմա է Փաշինյանը գլխի ընկել, որ անհրաժեշտ են միջնորդներ խաղաղության գործը գլուխ բերելու համար։ Չի բացառվում, որ հենց այդ նպատակով էր Ռուսաստանի նախագահին առաջինը զանգել Փաշինյանը, ներկայացնելու համաձայնեցված փաստաթուղթը։ Գուցե հասկացել է, այն Եվրոպան, որից ինքը անվտանգային երաշխիքներ էր փորձում ստանալ, այսօր ինքը օգնության կարիք ունի։ Եվրոպան ինքն է փորձում իր անվտանգային հարցերը լուծել ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականության լույսի ներքո։ Ընդդիմությունը պնդում է Փաշինյանին այսօր խաղաղության պայմանագիրը անհրաժեշտ է քարոզչական նպատակներով։ Ընտրություններում միայն դա կարող է իր հաղթաթուղթը դառնալ։ Իսկ ՀՊԱ-ականները, որ այդքան ոգևորվել են համաձայնագրի շուրջ աշխատանքի ավարտից, այսօր նկատում են, դրա ստորագրումը վտանգված է, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է տարբեր հայտարարություններով տորպեդահարել խաղաղության գործընթացը։ Մինչև ձեռներս չլինի այդ թուղթը, միշտ էլ վտանգված եմ համարելու։ Մինչև չստորագրենք, չդնենք սեղանին, միշտ էլ վտանգված եմ։
Կարնե Մանգասարյան, Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Նորա Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հաջորդը մենք այսօր տեսեք առողջապահության ոլորտում